Այն ժամանակ սահմանադրությամբ բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը։ Չկա որևէ որոշում, որը նախագահը չվավերացներ։ Եթե չեմ սխալվում, 10,000-ից ավել նման որոշում կա։ Պայմանական կարելի է ամենտեղ մի խնդիր դնել, վերջում գնալ ասել, այն դեպքում էլ ոնց էին գրել, անձամբ վավերացրել։ Ուրիշ ձև չկա, չանձամբ վավերացները կլիներ խնդիր, եթե անձամբ չաներ։ Ու կարելի է ամեն որոշման հետ ինչ որ խնդիր գտնել կամ պայմանական ինչ որ մեկին հետո մեր հետ կապ հասկանալ ու բերել քրեական։ Չէ, աբսուրդ է, թե վաղեմության ժամկետների տեսանկյունից, թե մնացածի բոլոր ուղղություններով ժողովուրդ ոչ մի իրավական գործընթաց այստեղ ամենապատասխանատվության մասին չկա։ 7 հիվամ, այսպես իրավական գործընթացներ արեցին, այդ թվում նաև ձեր կնոջ այսպես աշխատավայրում ինչ վերջ հայտնաբերեցին, գտան այնտեղ։ Ոչինչ չգտան, ինչ պիտի գտնեին, ասենք իմ այս պիջակների գրպաններն էին հերթով մտնում ստուգում, միտեղ 15,000 դրամ կար, վերցրեցին, արգարավեցին, այս կարգի էժան բաներ, հա։ 15,000 դրամ ասենք հատուկ ծրարի մեջ այսպես կնիքով բան, չէ ինչ գտնում էին, ասենք արտերկրից մնացած կարող են Դուբայից մի չգիտեմ 50 կամ 100 դրհամ որ մնում ա, տենց ուղղակի տանն ա մնում, այսպես վերցնում, աբսուրդ է։ Քիչ առաջ իշխանական падգամավորն էր Ճեպազից տարից եւ խոսելով Ռոբերտ Քոչյանի մասին, ասում է մեզանից ժողովուրդն է պահանջվել եւ այս ամեն ինչը անգամ ուշացած է, թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած է խոսել դրա մասին, բայց միայն հիմա է իրավապահ համակարգ գործի անցել եւ ժողովրդից հասումն է սա, այսպես ասած, որ Ռոբերտ Քոչյանին բանտարկեն կամ ունեզրկեն, ինչպես հայտարարել է Արժանյոնից։ Գիտեք, ես սրա մասին նույն այն օրն էլ ասացի։ Ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդի մի մաս այդ պահանջը կարա ունենա, ու նաև այդ պահանջը ունի բացատրություն, թե ինչից է նաև այդ պահանջը ձևավորվել։ Այդ պահանջի մեջ ինչքան մասնաօբյեկտիվ, ինչքան նա սուբյեկտիվ, ինչքան նա այն նեգատիվը, որ տարիներ շարունակ գեներացրել են, սա ինչքան մասնաօբյեկտիվորեն, ինչքան մասնասետի վրա։ Այսինքն այստեղ տարբեր պահանջներ կարա լինի։ Ու ասում եմ, մի հատ լուրջ մասը մեր ժողովրդի նաև պահանջ ունի մեզնից։ Դուք շատ լավ գիտեք լրագրողներդ ինչ պահանջ ունեն, որ մենք ինչ պետք է անենք իրանց հետ։ Տարբեր պահանջներ կարա ժողովրդի մոտ ձևավորվի, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց երկիրը, եթե ժողովուրդը հավաքվում է, որոշում է, որ ունենում է սահմանադրություն, ապրում է ընդհանուր ինչ որ օրենքներով, սա մենք չենք կարող ամեն անգամ որտեղ պետք է այդ օրենքը ծռել ի օգուտ ինչ որ մի կողմի, ասել դե ժողովուրդը ամեն ինչ այսպես ոնց են ասում, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից, չէ՞։ Ամեն տեղ որտեղ դու պետք է օրենք խախտես, օրենք թեքես, ասես դե ժողովուրդն ասում, այդպես չի լինում։ Ժողովուրդ կա վերջի վերջո օրենք, կա սահմանադրություն, կա քրեական օրենսգիրք։ Եթե մենք այդ ամեն ինչը պետք է դնենք մի կողմ, այն սրիկայությունները, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չի։